Սուրբ Սարգիսը համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին կարգված զորավար է, երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ըստ ավանդության Սուրբ Սարգիսը քաջ և ազնիվ, արագահաս զորական էր, որի ձիու ոտքերի դոփյունից դղրդում էր ողջ աշխարհը։ Նա միշտ ժամանակին օգնության էր հասնում և փրկում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Սուրբ Սարգսին բնութագրել են որպես քաջ սպառազեն, պարիսպ, ատենահաս, մեծ գերեհան, մուրազատու։ Ավանդազրույցներից մեկի համաձայն, իմանալով, որ Պարսից Շապու թագավորը հալածում է հայ քրիստոնյաներին, պահանջելով հավատն ուրանալ և կրակը պաշտել, իր զորախմբով հարձակվում է թագավորի վրա, հողին հավասարեցնում նրա բերդերն ու ազատում այնտեղ կապկպված հայերին։ Մեկ այլ ավանդապատումի համաձայն էլ Սուրբ Սարգիսը միավորում է երկու սիրող սրտերին, թույլ չտալով աղջկան կնության տալ ոչ սիրելի մարդու։ Սա աղքատ Աշուղ Ղարիբի մասին է, որը սիրում էր մի հարուստ աղջկա՝ Շահսանամին։ Վերջինիս հայրը հավանություն չէր տալիս Աշուղ Ղարիբին և ուզում էր աղջկան ամուսնացնել մի հարուստ տղայի հետ։ Սա իմանալով Աշուղ Ղարիբը գնում է օտար երկիր հարստանալու համար և աղջկան խոստանում, որ կվերադառնա 7 տարի հետո։ Այդքան տարի անց ճանապարհ է ընկնում, բայց հասկանալով, որ չի հասցնում իր խոստացած օրը հասնել սիրելիին, հուսահատված օգնության է կանչում Սուրբ Սարգսին։ Սուրբն իր արագավազ ձիով իսկույն հայտնվում է և Աշուղ Ղարիբին մի ակնթարթում հասցնում հայրենի քաղաքը, որտեղ էլ սիրահարներն ամուսնանում են։ Հայ ժողովուրդը Սուրբ Սարգսի տոնը նշել է աղոթքներով, առատ և այդ օրվան հատուկ ուտեստներով, երգերով, խաղիկներով ու մի շարք զիսակարգերով։ Այդ օրը հավատացյալներն ուխտի էին գնում զորավարին նվիրված սրբավայրեր, մոմ վառում, իսկ հետադարձի ճանապարհին մեկին հանդիպելիս ոչ թե պարզապես բարևում էին, այլ ասում՝ «Խաչը քեզ ողջույն ղարք է», իսկ հանդիպողն էլ պատասխանում էր՝ «Ողջ մնաս»։ Սուրբ Սարգսի տոնի նվիրական ուտեստները փոխինդն ու խաշիլն էին, ներծծված անուշ խաղողահյութով ու մեղրով։ Դրանք պատրաստվում էին այն ջրով, որով լվացվել էին զորավարի անունը կրող սրբավայրի խաչը։ Ի դեպ, պատահական չէ հենց փոխինդի պատրաստումը։ Այն կապված է մի ավանդազրույցի հետ, որտեղ ասվում է, թե ինչպես էր Սուրբ Սարգիսը երկար կռիվների ժամանակ գրպանում եղած օրապահիկ աղանձը փոխինդի վերածում և հագեցնում քաղցը։ Տոնի նախորդող շաբաթվա ընթացքում կանայք ծանր գործեր չէին անում։ Երիտասարդ աղջիկներն ու տղաները զսպում էին իրենց ախորժակը, միայն չոր հացով սնվում, այն էլ մայրամուտից հետո, օճառով չէին լողանում, որպեսզի Սուրբ Սարգսի ձին հանկարծ չսայթաքեր օճառաջրի վրա։ Բոլորը վստահ էին, որ միայն այդպիսի խոնարհ վարքով ու կենսակերպով կարող էին արժանանալ սրբի բարեգթությանը։ Ուրբաթ երեկոյան, պահքի վերջին օրը, հարսնացու աղջիկ ունեցող մայրերը հատուկ երգեր էին երգում, իսկ իրենց ապագա ամուսնուն երազում տեսնելու և նրա տված ջրով ծարավը հագեցնելու փափագով աղջիկներն աղաբլիթ էին ուտում և քուն մտնում։ Նշենք, որ աղի բլիթը թխում էին երջանիկ կամ, ինչպես ասում են, անուշ բերանով կանայք։ Տանտիկիններն էլ ամանով չոր փոխինդ էին դնում տան կտուրին կամ դռան շեմին, հուսալով, որ Սուրբ Սարգիսը կայցելի իրենց տուն և ձի ու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա, որպես հաջողության ու բարեբերության նշան։ Առավոտյան այդ փոխինդից խաշիլ էին եփում և ճաշակում ամբողջ ընտանիքով։ Իսկ հետո սկսվում էր ուրախ ճաշկերույթը, որը համախմբում էր բոլոր երիտասարդ աղջիկներին ու տղաներին մեկ սեղանի և գիշերը տեսած երազների շուրջ։ Մինչև ուշ երեկո երգում պարում էին և աչքի պոչով փնտրում իրենց երազների հերոսներին։